Սա էլ ասենք, որ անցնենք առաջ։ Ուրեմն հարցը Կաթողիկոսի մեջ չի։ Քավլիցի, ես այդ Կաթողիկոսին չեմ պաշտպանում։ Ուր էր այդ Նիկոլը, երբ ես 2000-ականների առնվազն 10 թվականներից ես դրան քննադատում էի, կարտոլիկոս էի ասում, անարժան եւ այլն։ Սա այն կաթոլիկոսն այն եկեղեցականն է, որ Քրիստոսի ասած է ատելություն առաջացնող, էլի, որ սեփական համակի մասին է մտածում։ Այս այն կաթոլիկոսն է, որ գնացել էր Վրաստանի, ես ուղղակի հիշեցնում եմ, որ այդ բոլորը հեռացրին այդ Facebook-ի էջերը, ես այնտեղ հոլովակներ ունեի եւ այլն։ Ты всё իմը ոնց էր ռուսերեն խոսում է, այ ամեն ինչ ունես, էլի։ Այս իրա այս ղախպերն էս առևտը, սա ղախպա է։ Սա կաթոլիկոս, սա իմ համար եկեղեցական չի, բայց կրկնում եմ, հարցը դրանում չի։ Ուրեմն հարցը նրանում է, որ թող հեռացնեն, խնդրեմ, եկեղեցական կարգով, պետությունը չպետք է խառնվի։ Այսինքն իշխանավորները առանց այդել այսօր անօրեն զբաղեցրած են պետական պաշտոնները, նրանք չպետք է խառնվեն, թող եկեղեցական կարգով հեռացնեն, բայց այստեղից հետևանք դրան հեռացնելուց հետո հետևանք չկա, որ Նիկոլ Պղծարարը իր ղախպին պետքա դնի։ Այ խոսքը սրա մասին է, դրդապատճառի մեջ է, հասկանում եք։ Այդ Նիկոլի հարձակման դրդապատճառի մեջ է։ Եթե այդ նույն կաթոլիկոսը Փաշինյանի դեմ հանդես չգար այդ եկեղեցականներով, խնդրեմ, ոչ մի Նիկոլի կողմից մեղմ ասած հարձակում չէ լինի։ Դեռ հակառակը Նիկոլը կպաշտպաներ այդ կաթողիկոսին ըստ իր այդ պղծության, էլի։ Եվս մեկ անգամ կրկնում, խոսքը կաթոլիկոսի մասին չի, խոսքը Նիկոլի մասին է, Պղծարար Նիկոլի, որ ամեն ինչը բացի պղծելուց ծայրահեղ կերպով խախտում է արդարությունը, նաև օրենքը։ Դու ղախպա Նիկոլ չես կարող ասես, դա պետական պաշտոնյա չի, դու չես կարող ասես։ Դու այլևս կաթողիկոս չես, այ ղախպա, դու տեսմած չես, սա խախտում է, սա սահմանական Հայաստան Հանրապետության գործող սահմանադրության կանոնների սա խախտում է։ Նման արտահայտությունը սա արդեն օրենքի գործող սահմանադրության խախտում է։ Եվ խոսքը ցածրալի ստոր Նիկոլի դրդապատճառների մասին է, որով այդ ղախպա Նիկոլը շարժվում է։ Հիմա տեսեք, կարծեք թե տեսեք դեմ է, չէ՞ կաթողիկոսին, ես էլ եմ դեմ, բայց այստեղ կարևորը պատճառն է։ Նախապատճառը, որ ես ցանկանում եմ, որ եկեղեցականների գլուխը լինի արժանի մարդ։ Բայց այս ղախպա Նիկոլի դրդապատճառը, որ իր անձնական շահն է, հասկանում եք, ոսոր Սերժիկին էլ ենք դեմ, չէ՞, ես դեմ եմ այդ ղախպին, այդ տականքին դեմ, որը մինչև հիմա չի ազատության մեջ, ղախպա Նիկոլ, բայց Նիկոլն էլ էր, չէ՞, կարծես թե Սերժիկին դեմ, բայց դրդապատճառները մեր լրիվ այլն էր։ Իմ դրդապատճառները ազատելն էր Հայաստանի Հանրապետությունը այդ հանցավոր տարրից, այդ տականք Սերժիկից, այդ հանցավոր համակարգից, այդ չարիքից։ Նիկոլը հետապնդում էր սեփական շահը եւ արդյունքում նա ծախվեց եւ հետո դավադրության հետ Սերժիկի հետ Սերժիկին հանցակից դառավ, հասկանում եք։ Սերժիկը ազատության մեջ է։ Այս հանցավոր համակարգը մնաց եւ այսօր ծառայում է Նիկոլի։ Այդ խոսքը սրա մասին է։ Հիմա ինչ պետք է պահանջեր հայաստանյան հանրությունը, եթե այդպեսին է լիներ։ Խնդրեմ կաթողիկոսին թող հեռացնեն եկեղեցական կարգով եւ պետք է ապահովել, որ եկեղեցականները արդար կերպով ընտրեն իրանց մեջից արժանուն կներեք արժանի մեկին, որը կգլխավորի այդ եկեղեցին։
բայց հասարակություն էլ փաստորեն չկա Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մակարդակի, որովհետև երեք մենք լսեցինք այդ հոլովակները կա Զվարթնոց օդանավակայանում։ Ուրեմն սենց աստիճան մութ էլ անգաղափար, անհասկացող ազականները արդեն ավելորդ են։ Սենց խալխ երկոտանիներ, բայց որոնք իրենց կոչում են քրիստոնյաներ։ Երեք հավաքվել են բանում այդ Զվարթնոց օդանավակայանում, դիմավորում են այդ կաթողիկոսին, կաթոլիկոսին։ Երևի թե ոչ մի այլ երկրում չկա։ Մի հատ ապուշ ընդ գոռաց. ձեր զավակներն են այստեղ հավաքվել, չասկի։ Սենց ես չգիտեմ, ես բառեր չեմ կարող իմ բառապաշարում բացակայում են պղծաբթություն, բթապղծություն, սենց էլ ոչ մի սենց այլանդակություն, էլի, աղավաղություն, սենց բթա այս աստիճան բութ աղավաղում, ես էլ ուրիշտեղ ինչ մի րոպե արի մի հատ կատակով էլ մի հատ պատաս չհասկացան, կարող է քո պապան էլ, ինքը դե ինչ է նշանակում դուք դա փորձել լուրջ պատասխան դուք հասկանում եք որ գոնե չասած քրիստոն է ինչ որ մակարդակում լսող մարդը տեսված չի կարող ասել լավ որպեսզի համբերությունը շատ չստուգեմ մի անգամից ասեմ այդ նման ապուշները որոնք երեք օդանավակայանում բացականչեցին զավակները այն նման անհեծեծ ապուշները նման հայ առաքելական կոչված եկեղեցու աղավաղումների զոհերը արդյոք տեղյակ են որ Քրիստոսը ասել է չի կարելի ոչ մեկին երկրի վրա ասել ոչ Տեր ոչ էլ Հայր դուք պատկերացնում եք թե ինչքան իհարկե սա առանձին թողարկումների առարկա է բայց դուք պատկերացնում եք կարող եք պատկերացնել թե որքան խոցելի է առաքելական կոչված եկեղեցին եւ այդ եկեղեցականները որոնց հանդգնում է Փաշինյանի նման ծախու ստոր պղծարարը խոցել է զրպարտանքի լեզվով սա ոնց որ գիտեք ինչ յետադրենք մարդ որը մեղքեր չի գործել գնում է եւ սատանեն փռում է շուրջը փռում է կեղ չի կարող բռնել որ խոցի եւ եթե մարդը սկսում է բավական մեղքեր է գործել սատանը խոցում էլ ինչ դև ասես ինչ բես ասես խոցում այդ մարդուն հիմա նույնը էս եկեղեցի առաքելական կոչված գործող եկեղեցին եւ եկեղեցականներն է նրանք այնքան են հերված Քրիստոսից որ էլ ինչ բես ասես ինչ սատանա ասես ինչ Նիկոլի նման բես ասես խոցում լավ ավարտում եմ երևի կրկնվում եմ բայց այլ ասեմ եւ ավարտեմ ուրեմն այս կաթոլիկոս կոչվածը Գարեգինչիկը արդեն նշեցի որ սեփական քամակի մասին մտածող երկորտանին է ընդամենը ոչ ավել Քրիստոսի ատելության առարկան ինչի մասին է խոսքը էլ ուր մնաց քավ լիցի աներ այն ինչ ես նախորդ հոլովակում ասացի կոչ աներ ժողովրդին եկեղեցականների եւ այլն որպեսզի չեկոս որ ազատեր երկիրը նման ճարիքից բաղծարարից ոչ սա այդ մահկանացում չի եւ հարցը սրա մեջ չի հարցը նրանում է որ հասարակությունը պետք է թույլ չտա որ Ղախպա Նիկոլը իր
ինչ-որ մարտակին այդտեղ նստածնի են, Հիմա հասարակությունը պետք է ոտի կանգնի, որ ապահովի արդար ընտրություններ, այո, եկեղեցականները ընտրում են իրենց գլխին,